Բարի լույս հետևորդներ ջան, օրս սկսեմ այս գեղեցիկ տեսարանով, տեսեք իչքան շատ է ծաղկել Մասրենի գեղեցկություն են, չէ, այս ծաղիկները, առատ մասուր է լինելու այս տարի, մեր շենքի այդ վերնամասով մոզի թաղ եմ բարձրանում, այսպես ասած, գնում եմ երիցուկ հավաքեմ, տան գործերը արել եմ հետևորդներ ջան, տան գործերը արեցի, պատվերները փաթեթավորեցի Աշոտը, որ քնից արթնանա տանի, ես էլ ասի պարապ չմնամ, հովա, եղանակը նայեք, անպածա եղանակը, ենքան հովա, ասի բարձրանամ երիցուկ հավաքեմ, հավաքել եմ, հեսա, հավաքել եմ ու խառը իմ թեյերի այդ փնջերի մեջ ես Մասրենու ծաղկի թերթիկներ եմ լցնում, հիմա սրանցից էլ կհավաքեմ, ենքան յուրահատուկ համ է տալիս, Մուրաբայի վարդը գիտեք, չէ, նույն այդ համն է, ու համբերություն է պետք, որ ես սենց հատ-հատ պոկեմ, լցնեմ այստեղ, խոտերն էլ տեսնում եք ինչ բարձր են, մարդաբոյ են, բայց սապոկներ եմ հագել ռեզինե ու թաղեմ, մեղուներն է տզտզում են, արդեն թերթիկները կթափվեն, բացի այդ ես էլ հավաքեմ մի օգտակար բան անեմ, ասեմ, որ Մասրենու թերթիկները իրենց մեջ շատ C վիտամին են պարունակում, վիտամիններ են պարունակում և ես էլ այդ իմ խառը թեյի մեջ օգտագործում եմ, արդեն լցրել եմ այսքանի անգամ, այսօրվանի մեջ եմ լցրել, նույն են Մուրաբայի վարդի թերթիկների հոտն է, լավ բուրում է, հիմա ասեք, դուք կկանգնեիք համբերատար, այսպես թերթիկները կպոկեիք, եթե շատ եք ցանկանում խառը փնջի թեյերը, Մասրենու ծաղկի թերթիկներով, ապա կարող եք պատվիրել հետևորդներ ջան, դե քանի որ հով է, ես էլ մի քիչ քաղեմ, հավաքեմ, ահագին հավաքեցի հետևորդներ, էլի են լավ, որ վարդագույն գույնի այդ թերթիկներն եմ հավաքում, շոգն էլ չընկնի, այստեղ տենում եք համ քարա, համ խոտա բարձր, ես աստեղ էլ մի հատ լավ Մասրենի կողովելի մուկ վարդագույն գնամ հավաքեմ, հիմա ինչի է եկել, ինչ եմ հավաքում, մեր տնեցիքի վրա էլ խաբար չկա, որ նորից ես առավոտ շուտ դաշտնեմ, գնամ հլը քնած կլինեն, վարդագույն ծաղկած, մոտենամ էտ էլ քաղեմ ու անցնեմ երիցուկի, սա ոնց թողեմ մնա, մի լորդու ոտերիս տակով փախավ, դեպի հենց Մասրենու այդ քարերի մեջ, դե լորդույա էլի գյուրզա չլինի, լորդուն հեչ, նայեք ինչ երիցուկ էլ կա հավաքելով, երկուսն էլ կգնամ, կարևորը հովա, որոշ չափով հավաքեցի, մեղուն միանից է տզտզում, լորդուն քարերի տակ էր թաքնված, բայց դե հավաքեցի, արևն էլ ուզում է հլնի, ես ասում եմ ոչ, մի կես ժամ էլ, մի կես ժամ էլ, մի հել հովարյա հավքեմ երիցուկը գնամ, թայլի, եկել են հավաքվել են կողքերս, այծկներ, նայեք ինչ փիփերթ կա հետևորդներ ջան, փիփերթով էլ լավ ջրալի ճաշա լինում, կարելի է քաղել տանել, մի քիչ բրնձով պատրաստել, ծակ չի, դաղ չի, ընտիրա, հետևորդներ ջան վերադարձա տուն, մի հատ այս փիփերթը մաքրեմ, այս հատվածները կտրեմ, լվանամ, ջրալի ճաշ պատրաստեմ բրինձով և սա էլ, ահա, մասուրի թերթիկները, ահագին հավաքել եմ, հենց հոտ է գալի, ոնց որ այդ
վարդի մուրաբա, որ եփում են, այդ վարդի հոտն է գալիս։ Սա այսպես։ Ես էլ պիտի սենց վերցնեմ, այս հատվածներն եմ կտրում, դոլոր էր լավ։ Պիպերթով ապուր, ջրալի ճաշ։ Շուկաներում էլ են վաճառում, մենք էլ ենք այն ժամանակ քաղե, ծախե, պիպերթը։ Շատ առողջարար է ու համով է ասեմ։ Դոլար էր, լիքը կար, են որ գայթակղությանը չդիմացա։ Ասի կայնի տանեմ սարքը։ Եռած հետևորդներ ջան, մի փոքր բրինձ եմ լցրել, մի քիչ թող կիսայեպ լինի, որ պիպերթը լցնեմ, ջուր էլի եմ ավելացնելու, կարտոֆիլ եմ ավելացնում, ես հակառակ եմ եփում, սոխարածը սկզբից չեմ անում, սկզբից բրինձը, կարտոֆիլը եռացնում եմ, մի փոքր եփում եմ, առանձին հեսա սոխարած եմ պատրաստում, կլցնեմ վրան, ես այս տարբերակով եմ եփում, թող կամանց տժտժա, կարտոֆիլը լցրեցի, եռալը դադարեց, դե բնական է, կարմիր պղպեղ, ու անջատում եմ, հեսա կլցնեմ այս ճաշի վրա, սա էլ արդեն եփել է և ես լցնում եմ պիպերթը, աղացած ձավարով էլ կարող են եփել, ով ուզում է։ Սոխարածը, թող եռա, եփվի, վերջում էլ մի հատ ձու եմ կոտրել։ Վերջում էլ ձու կոտրեցի և ճաշը պատրաստ է։ Անջատեցի, նստենք մեր հացը ուտենք։ Հետևորդներ ջան, սա հողամասից եմ քաղել, համեմ է, ինքը տենց զող տված, բայց դե համեղ է, այն հոտը, բույրը յուրահատուկ է, որ ուզում եմ երկար պահեմ, որ օգտագործեմ անդադ, պետրուշկա էլ կա, նույնն էլ պետրուշկան է, դե գիտեք, որ մնում է հաջորդ տարի արդեն սենց զոխեր է տալիս, սա եմ ուզում պահել, որ երկար մնա սառնարանում, մինչև նորերը կմեծանան, վերցրել եմ մի հատ տարա, 2 լիտրանոց տարա եմ վերցրել, որովհետև կանաչի շատ է, կանաչին լվացել եմ երեկոյան, ցանցի մեջ եմ դրել քամվելա, հետո մաքուր սրբիչով, ամանի սրբիչով փաթաթել եմ, ողջ գիշեր թողել եմ, որ այսպես չոր լինի, ջրքամվելա, չոր լինի ու տարայի մեջ դասավորում եմ, ես այս մեթոդը, այս եղանակը էլ եմ ցույց տվել, այնպես որ եթե դուք էլ ունեք կանաչի, ուզում եք երկար պահել, ապա սիրուն դասավորում բանկայի մեջ, չեմ սեղմում շատ, շրշրտ, պետրուշկա էլ եմ դնում, համեմ, խառը, որ վերցնենք, բոլորից էլ գա։ Այնքան եմ ցույց տվել այս ձևը,
ափսոս է, հələ որ քաղը մի քիչ էլ կլինի, հոտը, որ ամենակարևորը հոտն է։ Դուք կարող եք փոքր տարավ վերցնել, դա կախված է կանաչու քանակից, շատ մեծ ենք տարան վերցնում, և այնքան մարդիկ են գրել շնորհակալություն հայտնել, որ նա ձեզ ինչ լավ ձև է, որ կանաչին տենց երկար մնում է, ամսից ավել մնում է, հետևորդներ ջան, փորձողները, ովքեր արել են, արդեն գիտեն, որ ամսից ավել մնում է։ Լավ բաները ես միշտ էլ ուզում եմ, որ դուք էլ իմանաք, սովորեք, կիսվում եմ ձեր հետ, կանաչին անպայման պետք է լավ ջրքանվի, տենց ջուր չլինի, որ նեխի։ Սոխը, սամիթը չէ, մենակ պետրոշկան ու համեմն եմ պահում։ Հեսա կհանեմ, այսօր օգտագործելու է քիչ-քիչ, համ էլ հարմար է, տոպրակի մեջ լվանում դնում ես կամ ամանի մեջ, ինքը փչանում է, արագ վերջ։ Ահա դասավորեցի բանկայի տարայի մեջ, սիրուն, ինչ է մնում ինձ, հետևորդներ ջան, այսենց փակեմ, դնեմ սառնարանը, 1 ամիս մնում է, 1 ամիս, ու օգտագործեմ, երբ որ պետք է լինում, բացում եմ նորից, դնում սառնարանը, հիշեք օրը, ամիսը ու ես ինչքան եմ ցույց տալու ասելու։ Անցա հաջորդ գործից, մանդակ եմ մաքրում, հետևորդներ ջան, որ տապակեմ, այսպես մաքրեմ, համ կտապակեմ, համ էլ սառցախցիկ կդնեմ, կեղտոտ արագ քաղել եմ, ընտիր է, ընտիր մանդակ, այս տարի ձյունը շատ կա սարերում, որ մնում է երկար ու մանդակն էլ մենք երկար կարանք գնանք, բերենք, քաղենք, ցուրտ է։ Մանդակը լվացի, լավ, հետևորդներ ջան, ահա, ես սիրում եմ հենց այսպիսի մանդակ, ծիլ, այն որ նպատակս, երազանքս կատարվեց, երազում էի գնայի այդ վերը ձնոտ, սարի մոտ, ձյան մոտ, ու սենց լավ մանդակ հավաքել, լավն է, չէ, համով է, շատ համով է այս ծիլը, մենք ծիլ մանդակ ենք ասում, բայց վայքի գյուղ կա ծիլ մանդակ, ասում են զոխերին, որ թթու են դնում, մի տարի մի պատմության մեջ եմ ընկել, դրա համար եմ ասում, այսպես հետևորդներս, սա էլ հեսա, կեփեմ, որը ուտելու է կտապակենք, այսքան չենք կարա մի անգամից ուտենք, կդնեմ սառցախցիկ, այդտեղ սմբուկ եմ խորովում, այնքան լավն են այս կարճլիկ, հաստլիկ սմբուկները, որ կանաչիով, կարագով ուտենք, ես ու Աշոտն ենք տանը։ Մնացել է վերջին գործը, հետևորդներ ջան, այդ բանջարների հետ կապված, ահա, սա այն կարշմի զոխերն են,
որ ես թթու չդրեցի։ Սա իհարկե կարող եմ լվանալ թթու էլ դնել, տեսնեմ, բայց դժվար թթու դնեմ։ Կտրում եմ մկրատով, դանակով, մանր փռեմ չորանա, հենց պատրաստի կարշմի տարբերակ է։ Այս մարդկա, որ կտրատում չորացնում է, միգուցե մի քանի տուփ էլ այսենց կտրատած չորացնեմ, այսենց կտրատած մի քանի տուփ էլ միգուցե վաճառեմ կարշմը։ Պետք է փռենք չորանա, բայց դե այնքանը ունեմ կտրելու, դա էլ անեմ։ Ահա դցրեցի այստեղ, սիրուն տանեմ, որ չորացնեմ։ Սպասում եմ որ ջուրը եռա, մանդակն է խաշեմ, բայց սմբուկը ոնց որ պատրաստ է, մի հատ տոպրակ բերեմ։ Էփելա։ Ոնց որ թե տան գործերը վերջացնում եմ, այն բանջարները, որ կալեցրած, վերջացրեցի։ Աղը դե Աշոտի ծնունդն է, պատրաստվեմ մի քիչ գնումներ անեմ։ Մենակ մերոնք են գալու, մերին հերթապահությանը, չի կարող գալ, ամուսինս գործի, չգիտեմ, ոնց որ թե կարող ա գա, չեմ կարա ասեմ։ Մամայինք են գալու, աղբերս, տաթևը, Գոհարենց հարմար չէր, դե նեղանալու բան չկա, ոչինչ։ Մի թեթև կնշենք Աշոտի ծնունդը, մենք մերոնցով հաց կուտենք, չգիտեմ որտեղ կուզեն կգնանք հողամաս, կուզեն տունը կնստենք հաց կուտենք, դա մեզանից է կախված, բայց իրիկվակո մի հատ խանութ կգնամ, գնումներ կանեմ, միս եմ աղացել, երեկոյան տոլմա կպատրաստեմ, հետա կարևորը մարդու սիրտը լայն լինի, ուրախ լինենք, առողջ լինենք, ես միշտ ասել եմ, ուտելիքները կարևոր չեն, էական չեն, մեկ-մեկ գալիս է պահեր, հավատացեք, որ ես ուզում եմ նստել, հաց, պանիր, պամիդոր ուտել ու էլ ոչինչ չուտել, ինձ դա է հագեցնում, մսին այնքան տեղ չեմ տալի, ամենահամովը դա է, հաց, պանիր, պամիդոր, հետևորդներ ջան, հա, մեկ է մոռացա ասեմ, որ մեկ է խորոված պղպեղ բիբարը, այն հողամասի, մսոտ, համով, հոտով բիբարը, սա թող սառի, հեսա էլ կմաքրենք, չնայած մի քիչ սառի, տակ, որ կարակը դնենք հալվի, բնոցել եմ մի քիչ կարշմը, են էլ կտրեմ, իմացեք, վերջ գոգնոցս կկապեմ ու դաշտերը, մինչև ջուրը կեռա, հետևորդներ ջան, նայեք է, ինչ լեմբոր գոգնոց են տվել, սիրուն ես գոգնոցը կկապեմ, սենց արջևն էլ հարմարա, հայդե դաշտերը, և ասեմ ինչ չնչին բաներից մարդ կարող է ուրախանալ, այո, ես շատ ուրախացա, ինձ համար սա ամեն ինչ էր, կարևորը մարդու ցանկությունն է, որ ցանկացել է ինձ ուրախացնի, ինձ համար շատ կարևոր մի բանով, հետևորդներ ջան, այսպես, ես էլ սենց ջուրս եռած խոսեցի, քան է շոքը, այլ ու բերեմ մանդակը, նորից հատ նայեմ ու գցեմ, խոտի կտորներ չլինեն, մի թեթև եռացնեմ հանեմ, հապել հետո
Ահա տաք է սմբուկը, այս բացենք։ Մի լավ աղցանենք, սենց։ Ու նստենք մեր հացը ուտենք, աղցանել, ուտելիք կա, մի խոսքով այսպես։ Բայց հիմնականը սմբուկա սարքեցի, ուտենք, ճաշել էի պատրաստել։ Այստեղ մանդիկը լցրեցի, որ քամվի եւ թող քամվի, սա սարսախցիկ դնել։ Ես էլ աղ լցնեմ, տապակեմ, հիմա ուտենք։ Մի քիչ թողեցի, իսկ սարսախցիկ դնելու այդ ջրի մեջ աղ չեմ լցնում։ Նստի դե Աշոտ։ Ժամանակ չունեմ, է։ Նստեմ սեղանոտ, է։ Նստի սեղան կեր, հա։ Դու ես էպվի, արի։ Ան։ Հետևորդներ ջան, հով եղանակա դուրս եմ եկել, մասուրի թերթիկներ եմ հավաքում խոտաբույսերի էթեի մեջ դնելու համար եւ հատուկ եկա այս կողմ, որ ձեզ ցուցադրեմ, որ դեղին մասուր էլ կա, ինքը հենց դեղին է ծաղկում ու այս տեսեք պտուղները արդեն շատ շուտ են հասնում մոշի ժամանակ, որ մոշը հասնում է, մենք սրան դեղին մասուր ենք ասում, համեղ մուրաբա է լինում, կամպոտ է լինում, ասեմ, որ սրա ի տարբերություն սովորական մասուրի ուտում ես փշեր չկա, կարող ես ուտել, գյուղերում կորինգյոզ են ասում, ես սրա թերթիկներից էլ կհավաքեմ, արդեն կեսը թափվել են, թափվում է ու հազվագյուտ բույս է, նայած հեռու են մեր հողամասայից են կոմել է աճում, միշտ գնացել բերել եմ կամպոտ եմ արել, քանի որ արդեն առ չկա, վախենում եմ գնամ, հիմա կասեք դու վախեցար, բայց եկա այստեղ, որ դուք տեսնեք, հեսա թերթիկները հավաքել խառնել եմ։ Հետևորդներ ջան, ես իմ խոտաբույսերը հավաքեցի, հով, զով, եղանակ էր, ափսոս, որ Աշոտը տանը չէր, թե չէ կբարձրանանք Սարը ուրց հայրամախոտ հավաքելու, մենակ էլ կգնամ, գիտեք, բայց որ ասել էր չգնաս, լսել եմ։ Ես էլ այս մոտիկ տեղերից, ահա, օշինդր հավաքեցի, սա օշինդրի տեսակ է, որը կարգավորում է մարդու քունը, ներվային համակարգը անքնության դեմ է պայքարում այս օշինդրի տեսակը ու վարդի ու մասուրի թերթիկներ եմ հիմնականը հավաքել, շատ տանեմ հետաքրքիր է, կշռեմ, տեսնեմ ինչքան եմ հավաքել ու ինչքանից ինչքան է մնալու, երբ որ չորանա։ Հովա լավ, Աշոտը մի քանի անգամ արդեն զանգեց, մամ տուն արի, հեսա գիտեմ, կգա հետևիցս, բայց դե ես արդեն ճանապարհը բարձրանում եմ, գնամ տուն, ծիրտս չտարավ, մենակ եմ, բնություն սիրող մարդ, Սարի աղջիկ, որ ոչնչից չի վախենում։ Ես էլ արփան հովելի շատացել, կատաղել է, մեկ-մեկ կամուրջի վրայով որ անցնում եմ, ասում եմ, բա որ հանկարծ պոկվի, քանդվի կամուրջը, բայց դե շատ պինդ է, այսենց խորանարդերով սարքած ասա, էլի կամուրջի հիմք է հանդիսացել են կոմունիստների ժամանակ, ստեղից պետք է կամուրջ սարքեին, այն ճանապարհի վերջը, այստեղ թաղամաս է նախատեսված, որ կառուցեին, սարքեին, թաղամաս է պետք է սարքեն, երբ որ այդ կոմունիստական կարգերը փլուզվեցին, թաղամասն էլ
չէ, սարքվեց, թե չէ պատկերացնում եք, ինչքան սիրուն թաղամաս էր ու ես հաստատ իմ տունը այդ թաղամասում կառնեի բնության, սարերի, լեռների, ձորերի մեջ։ Հետևորդներ ջան, ես տանն եմ ու մասուրի թերթիկները ինչքան եմ հավաքել, ուզում եմ դնեմ կշռեմ։ Ցույց չի տալի, ձեռքի կշեռքով կշռեմ, քանի որ ձեռքի այդ գրամով կշեռքը հարմար չէր, օй, պատկերացրեք այսքանը 440 գրամ, այդքան հավաքել եմ 440 գրամ, սա ինչքան է լինելու, երբ որ չորանա։ Հիմա լցնեմ այստեղ։ Ոյ, պատկերացնում եք, ես ինչքան մասուր եմ հավաքել, հետևորդներ ջան, ինչքան մասուրի թերթիկներ եմ հավաքել ու դեղինները դուք հիմա կզարմանաք, շատերը կզարմանան, որ դեղին մասուր կա, այո, կա դեղին մասուր, հենց ինքն էլ պտուղները դեղին են, կա դեղին, նայեք, կա դեղին մասուր, կա մեզ մոտ սև մասուր, բոլորն են շատ առողջարար են, օգտակար են, նույնիսկ այս թերթիկները իրենց մեջ պարունակում են C վիտամին, մրսածության համար, իմունիտետի բարձրացման համար, շատ օգտակար են, այնպես որ կարող եք պատվիրել հետևորդներ ջան, հիմնականը այդ խառը թեյերի մեջ եմ լցնում, խառը թեյերի մեջ, սա այսպես պետք է փռեմ, որ չորանա, հետևորդներ ջան, սա էլ ահա չորացրած այդ մասուրի թերթիկները, այնքան հովեսին հոտ ունեն, շատ լավ է հոտը, որ թեյի մեջ, այդ խառը փնջերի մեջ, որ լցնում եմ, բացեք տոպրակը, պակետը, հաստատ այդ բույրը կհարբեցնի ձեզ, այնպես որ կարող եք պատվիրել խառը թեյի տեսականին։ Հետևորդներ ջան, ահա այս գեղեցիկ տեսնում եք, այս արդեն այստեղ ես չորացրել եմ և այս փնջերի մեջ եմ լցնում, յուրահատուկ համ ու հոտ է տալիս, այնպես որ շտապեք, կարող եք պատվիրել, սա այստեղից հավաքեմ, գոգնոցիս միջի պարունակությունը հանեմ։ Անցա հաջորդին, չխառնեմ, գոնե չխառնեմ, սա օշինդրն է, անքնության համար, պետք է կտրատեմ, մաքրեմ, կտրատեմ, չորացնեմ, ոյ, սա էլ այդպես սուր հոտ ունի, մի քիչ չդիմացա գայթակղությանը, մայրամախոտ քաղեցի, այս գոգնոցիս այս պարունակությունը, այստեղ հիմա խառնա, որ ասեմ վարդի թերթիկներ էլ եմ տակը լցրել, դժվար է գործս, գոնե թերթիկներ, վարդի եմ ասում, մասուրի, ինչ տարբերություն, հա, այս ինչ հոտ տարածվեց, պատկերացնում եք, մայրամախոտ, ուրց, մասրենու թերթիկներ, այդ օշինդրը, դանակը, և Նազոյի մոխրոտիկի գործը սկսվեց, սիրելի հետևորդներ, սա մաքրեմ, կտրատեմ, տարբերեմ
Եվ ձեզ էլ ասեմ բարի գիշեր, լավ եղեք, առողջ եղեք, բաժանորդագրվեք, տարածեք, լայքեք, ինչու՞ չէ նաև պատվիրեք այս հրաշալի դեղաբույսերը։